Երբ մենք նայում ենք անտառին, տեսնում ենք առանձին ծառեր, բայց գիտությունն ապացուցում է, որ դա ամբողջությամբ կեղծիք է։ Անտառը ոչ թե առանձին օրգանիզմների խումբ է, այլ միասնական, գերհզոր գերօրգանիզմ, միացված մի ցանցով, որն ունի սեփական ինտելեկտ, եւ այդ ինտելեկտի բանալին գտնվում է հողի տակ, սնկերի մեջ։ Դա կոչվում է միկոռիզային ցանց։ Իսկ հիմա եկեք պարզենք, թե ինչպես է այդ ցանցը կառավարում մեր մոլորակը։ Այս ցանցը ստեղծում է միցելիումը, սնկերի ստորգետնյա նուրբ թելիկները, որոնք փաթաթվում են ծառերի արմատների շուրջ։ Մենք դա անվանում ենք փայտային լայն ցանց։ Պատկերացնում եք, միայն մեկ թեյի գդալ հողը կարող է պարունակել մինչև 12 կիլոմետր երկարությամբ այս թելիկներից։ Պատկերացրեք, մեծ ու առողջ ծառերը ցանցի միջոցով իրենց ավելցուկային շաքարն ու ածխածինն են փոխանցում փոքր, ստվերված կամ վնասված ծառերին։ Այս ցանցը ապահովում է, որ գոյատևեն բոլորը, ոչ թե միայն ամենաուժեղները։ Մի խոսքով, ի տարբերություն մարդկանց, անտառը չի մրցում, այլ համագործակցում է։ Հաղորդակցության այս համակարգը ունի նաև պաշտպանական գործառույթ։ Պատկերացրեք, երբ ծառերից մեկի վրա հարձակվում են միջատները կամ այն վարակվում է հիվանդությամբ, ապա այն միանգամից քիմիական ազդանշան է ուղարկում միցելիումի միջոցով։ Այս ազդանշանը արագ տարածվում է, եւ մոտակա ծառերը, որոնք դեռևս առողջ են, սկսում են իրենց տերևներում պաշտպանական նյութեր արտադրել։ Ստացվում է, որ նրանք արդեն նախապես տեղյակ են լինում սպասվելիք վտանգի մասին, նախքան այն կհասնի իրենց։ Սունկը գործում է որպես անտառի նյարդային համակարգ, ապացուցելով, որ բնությունն ունի մեր պատկերացրածից շատ ավելի խորը բանականություն։ Այսպիսով, անտառը միայն փայտ չէ, այլ կապի անհավանական ցանց, եւ երբ մենք կտրում ենք ծառերը կամ աղտոտում ենք հողը, մենք ոչ միայն սպանում ենք ծառը, այլև խզում ենք ամբողջ ցանցի հաղորդակցությունը։ Հիշեք սա հաջորդ անգամ, երբ կլինեք անտառում։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է հնարավորինս պաշտպանի այդ ստորգետնյա կապը։ Մեր մոլորակի ապագան գուցե կախված է նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում նրա լարերին։ Լայքիր տեսանյութը, որպեսզի այս կարևոր ինֆորմացիան հնարավորինս լայն տարածում գտնի, ինչպես նաև բաժանորդագրվիր Argan-Blog-ի էջերին, եթե դա դեռ չես արել։ Չմոռանաս թեմայի վերաբերյալ քո կարծիքը թողնել այս տեսանյութի մեկնաբանություններում։ Դե ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք հաջորդ հարմար առիթի դեպքում։